ես Պրոստը միան հայապետ, պարտադիր հայապետ Մուզիկեն կոքած կարոն է շողում Հետև մը լուսոնա, սուսոնա կարանա Հիմա կասես ինչ ավտոյա բրո Spitak Niva Spitak Niva Spitak Niva Spitak 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 Niva Spitak Niva Spitak Niva Spitak Niva 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 Salata vere yashiki farra Kayf mirarek duk Spitak Niva Spitak Niva Bukt karakum zuiz gëtan mata Հենա եկել եմ տեսել ես, նստել ես, ելել ես Պրոստը միան հայապետ, պարտադիր հայապետ Մուզիկեն կոքած կարոն է շողում Հետև մը լուսոնա, սուսոնա կարանա Հիմա կասես ինչ ավտոյա բրո Առաջինը լսում ազեկուցեք երկրորդ Առաջին Մեզանից 100 մետր հեռավորության վրա Չեզոք գոտում 5 ազերի զինվորականներ են երևում Նրանք Նռնական այդ կայաններ են տեղադրում մեր դիրքերի դիմաց Նրանք ձեզ նկատել են Կարծում եմ, որ ոչ Մենք նրանց տեսնում ենք, նրանք մեզ ոչ Հասկացա, սպասեք հրամանի Պարոն կապիտան ծառերի հետևում են, ոչինչ չի երևում։ Պարոն կապիտան, կարող ենք մենք առաջինը նրանց ռմբակոծենք մեր դիրքերից։ Տեսողական կոնտակտ չկա մանուկ։ Սխալ թիրախավորելու հավանականությունը մեծ է։ Դրանից բացի նրանք 1-2 նռնակ կնետեն մեր կողմը, տղերքներ ստիպված մարտի մեջ կմտնեն ու կբացահայտեն իրենց հինակետը։ Իսկ դա հիմա թույլ տալ չի կարելի։ Ինչ են մտածում չեմ հասկանում Դրանց պետք է ուղղակի թռել ստեղ ու վերջ Արամ այդքան հեշտ չի անել, ջախտեր ես։ Ինչի։ Որովհետև եթե մենք հանգարց կվակենք ու ինչ-որ մեկը սաղ մնաց իրանցից, մեր դիրքը հայտնելու է։ Իսկ մեր դիրքը ստրատեգիական նշանակություն ունի, հասկանում ես։ Դու էլ նենց կրակի, որ դրանցից ոչ մեկ ողջ չմնա։ Չեմ կարա տես կրակի, մարա, բա որ ծառերի հետևում եք այդ հարկնված եղավ։ Երկրորդ պատասխանի առաջինին, երկրորդ։ Առաջին լսում եմ։ Մի հատ կապը փոխանցի Տիգրանին։ Հասկացա։ Կամանդին ուզում է հետդ խոսել։ Լսում եմ առաջին։ Երկրորդ։ Հարկավոր ավերացնել թշնամու հենակետը։ Ու թույլ չտալ նռնական հետեր օգտագործել։ Հասկացա, առաջ։ Մենք հիմա ձեզ օգնել չենք կարող։
Վստահ եմ, որ նրանք հետևում են մեր շարժումներին։ Իսկ դուք կույր զոնայում եք գտնվում։ Հարկավոր է թիկունքից աննկատ մոտենալ ու վերացնել հակառակորդի կենդանի ուժը։ Առաջադրանքը հասկանալի է։ Թույլ տվեք կատարել։ Թույլ եմ տալիս։ Զգուշ կլնես։ Լսում եմ առաջին։ Արա մարի գնդացի մա։ Այսօր ես գնում։ Առաջադրանք կատարելու։ Սպասի մենակ ես գնում։ Չէ, հեսա սպասում տղեկը գան գնանք իրար հետ։ Ժամանակ ես գտել կատակ անելու։ Մարդավարյասա բան հասկանա։ Արամ տեղը տնա, ես գնում եմ առաջադրանք կատարելու ասել։ Սպասի միասին կգնանք։ Արամ ջան, չեն կարա, դու հասկանում ես, դիրքը ինչքան կարևոր է մեր համար։ Եթե այս դիրքը չներ, մենք չենք տենա, որ դրանք շարժվում են։ Ու հիմա մեր դիրքերը ռմբակոծելու էին։ Մնա տեղումը տասեցի։ Ուրեմն դու մնա, ես կգնամ։ Դե Արամ ջան, տես չի կարա լինի, կամոնցիր ինձ հրամայել։ Ախպերս ուրեմն ուշադիր լսի, ես այս տարածքները անգիր գիտեմ։ Ես 10 րոպեից այս արայետը շրջանցելով կհայտնվեմ իրաց թիկունքում։ Դու այդ ընթացքում իրաց պրիցելի տակ ես վամ ու ուղիղ 10 րոպեից սկսում ես մաղել դրանց։ Հասկացար։ Ու իրանք նահանջում են, դու իրանց դիմավորում ես։ Ապրես, ախպերս։ Դե հիմա դու ուշադիր եղի, ես գնացի։ Բաբոր թիկունքում դասակ կամ վաշտ լինի, այդ դեպքում ինչ ես անելու։ Արամ ջան, դե քոր չեմ, կտենամ հետ կգամ։ Գնացի, դու մենակ ուշադիր եղի։ Դիկ։ Հիմարություն չանես։ Արամ արխային ինձ գյուլա չի կպնի։ Դու մենակ հիշի։ Ուղիղ 10 րոպե։ Ժամանակը գնաց։ Արտաշ։ Նշանի տակ վերցրու ծառերը։ Շուտով այնտեղ թեժ կլինի։ Քո խնդիրը թշնամուն վերացնելը չի, այլ Տիգրանին պաշտպանելը։ Ինչ եղտե։ Վայ հա, ասում եմ, հելա դուրս է կանգնած է, եկեք թափով։ Արա ինչ ասում է։ Եկեք կտենակ։ Լրիվ ուրիշ մարդ է դառը, դո։ Արա։ Ձեր ջանես։ Դա չէ, հա։ Գալուս։ Արա։ Այ մարդ եսիքսեմ ու բեր էստեղեն չկա, չի երևա։ Այս դուստեղ անցյալ ունիս, որը չի մորացել։ Շարվեք տղեք։ Ավսար։ Թողնել։ Ավսար։ Թողնել։ Թուրք տակ դիմել, պարոն լեյտենանտ։ Ոչ մի կերպ։ Հեռախոսները անեք։ Հեռախոս չկա, Հակոբյան։ Ոնց չկա։ Պես իմացար բդի կայր, տղեք երախոսները հավաքեցի, պահեցի։ Իմ ոցե կա դե գիտես, ընձիկ թույլատրվի էլի, ես պայմանագրային սերժանտ եմ, եթե չես մոռացել։ Լավ։ Շատ լավ։ Այս վաշտ գալուց առաջ հիշոր ստեղ մինաս կա։ Ես вообще չեմ սիրել պես բաներ ասել, բայց երևի վախն է ասել։ Ու այդ մինասը չի թողնի որ դուք ու անձնական ամբիցիաներից կամ չգիտեմ ինչերից ելնելով տղեկին ներեցնից։ Այդ հələ կտենը։